Ամբողջ խնդրեմը տեղա, որ մեկ Հայաստան սարքելու համար պետքա ոչ թե ցանկապատները քանդել, այլ ցանկապատ դնել, որովհետև երբ որ չկա ցանկապատ, չկա եւ Հայաստան, որովհետև երբ որ չկա ցանկապատ, չկա Հայաստան։ Պետք է հասկանալ ինչ է նշանակում մտավորական որպես այդպիսին։ Բնավ պարտադիր չէ, որ երգիչը, երաժիշտը, գրողը, արձակագիրը, կոմպոզիտորը, դերասանը, թատերական կամ կինոգործիչը իրենց այդ տիտղոսների հետ մեկտեղ նաև մտավորական լինեն։ Տաղանդավորն ու մտավորականը լրիվ տարբեր երևույթներ են, երբեմն անգամ մեկը մյուսին բացառող։ Մտավորականն այն մարդն է, որը մտահոգ է, մտածում է իր երկրի մասին եւ ոչ թե բացառապես իր տաղանդը վաճառելով է զբաղված։ Ցավոք սրտի 99%-ի դեպքում հենց տաղանդը վաճառողներն են, որոնք վախենում են, եթե մի քիչ հայրենիքի մասին մտածեն, իրենց դրա համար կվճարեն, եւ կամ կարող է հայրենիքի մասին մի քիչ մտածելու դեպքում իրենց վաճառած տաղանդն այլևս չգնեն։ Երկրորդ մտահոգությունը շատ ավելի է հանդիպում։ Ում է պետք նրանց տաղանդը, եթե չունեն երկիր։ Որ երկրի, որ ազգի համար են ստեղծագործելու։ Այս հարցերը նրանց համար միգուցե կարևոր չեն։ Երևի մտածում են այս երկիրը չի լինի կգնան այլ տեղ, այնտեղ կապրեն ու կստեղծագործեն։ Դա արեցին մեծականակ տաղանդավոր արվեստագետներ, որոնք գնացին Միացյալ Նահանգներ։ Էլի կարելի է գնալ։ Պարտադիր չէ միշտ ապրել նույն երկրում, բայց ոչ այն ժամանակ, երբ երկիրդ մահանում է։ Երկիրդ մայրդ է, ծնողդ, եւ եթե հիվանդ է, դու չես կարող թողնել գնալ պատճառաբանելով, թե ինքն արդեն առողջ չէ, հիվանդ է ու մեզ պետք չէ։ Այդպես չի լինում։ Այն պահին, երբ երկիրը հիվանդ է, չես կարող գնալ։ Առողջ ժամանակ գնա, մի բանով զբաղվիր, եւ քանի դեռ երկիրդ առողջ է, դու էլ հանգիստ ես։ Չէ՞ որ մենք այդպես ենք վերաբերվում նաեւ մեր ծնողին։ Երբ մեր ծնողն առողջ է, ամեն ինչ նորմալ է, մենք շրջագայում ենք կամ աշխատում, բայց երբ հիվանդ է, մենք գալիս նստում ենք կողքին, փորձում օգնել, տիրություն անել։ Սոցիոլոգիան լուրջ գիտություն է եւ հանրային տրամադրությունները խոսում են այն մասին, որ այս հանրությունը փոփոխությունների հայտ է ներկայացրել։ Բայց հիմա անցնենք իր փոխվելուց, իր գնալուց հետո շատ մեծ վակուումի առաջ են կանգնելու։ Եվ կարևորագույն խնդիրը չպետք է խուսափել այդ ամոթի զգացման վերապրումից։ Մեր հասարակությանը պետք է թողել ամաչել։ Անկեղծ եմ ասում։ Առանց դրա որևէ հասարակություն չի առողջացել։ Առանց դրա Զվարճալի է ֆեյքերի ակտիվացումը։ Չեն հասկանում, որ դրանք այլևս չեն աշխատում։ Դա աշխատում էր այն ժամանակ, երբ մարդիկ չգիտեին, որ դա ֆեյք է, բայց հիմա բոլորը գիտեն ֆեյքն ինչ է։ Այս ծավալի ֆեյքային ակտիվություն երբևէ չէր եղել։ Այսօրվա ճգնաժամը քաղաքական չէ, սա քաղաքականությամբ զբաղվել չէ։ Բացի մեր երկիրը փրկելուց որևէ այլ ակնկալիք չկա։ Ընդդիմադիր շարժումը պիտի ավարտվի հաղթանակով, այլ տարբերակ չկա։ Քաղաքականությունն այն է, երբ եկել ես որևէ օգուտ ունենալու, իսկ մեր օգուտը միայն մեր երկիրը փրկելն է։ Շատ ռաբիս երգիչներ հայալեզու ադրբեջանական երգեր են երգում առ այսօր։ Ժամանակին մենք համակերպվել եւ ապրել ենք ադրբեջանցիների հետ, ստեղծագործել ենք իրար հետ, բայց իրենք հասկանում են ինչ կառուցվածք էր դա։ Արդյոք ուզում են վերադառնալ դրան։ Կարող ենք նորից խորհրդային միություն դառնալ, խորհրդային բարգերը նորից ընդունել։ Իհարկե ոչ։ Ազատ եւ ժողովրդավարական միջավայրում հայն ու ադրբեջանցին համատեղելի չեն։ Երբ խորհրդային բոլոր ատյանները կային, որոնք թույլ չէին տալիս, որ մի ազգը մյուսին մի բան ասեր, միգուցե եւ կարողացել ենք որոշ ժամանակ համակերպվել։ Չնայած այն ժամանակ ասում էին սա թուրք է։ Թուրքի կանաչին ու միրգը մի առ։ Ադրբեջանցիներին այն ժամանակ թուրք էին ասում, թուրքը մեզ համար ադրբեջանցին էր։ Չնայած ապրում ենք մի երկրում, բայց դա հասկանում ենք, դա ասվում էր ցածր։ Արդյոք պատրաստ է այսօր հասարակությունը նորից շշուկով խոսելու, չբարձրաձայնելու։ Արդյոք մեր հանրությունը, զոհերի բարեկամները, ընկերները, արցախցիները կներեն մեր տղաների մահերը։ Արդյոք կարող ենք համատեղվել։ Երբ որ եկեղեցու վրա բաց օրենսդիր եւ գործադիր մարմինները խախտելով սահմանադրությունը, ներպետական օրենքները, քրեական օրենսգիրքը, միջազգային իրավունքը հարձակում են իրագործում ամեն օր հայ առաքելական եկեղեցու հետևորդներին ահաբեկչության, հոգեբանական ահաբեկչության մեջ են պահում, ՄԱԿ-ից գալիս են հաղորդումներ, որ գիտեք, մենք տեղյակ ենք, բայց բավարար ինֆորմացիա չունենք, որպեսզի մեկնաբանություն անենք։ Իրանցում եվրադիտորդները զարմանում են, թե ինչու են տեղացիները բողոքում եւ պնդում են, թե Հայաստանի կառավարության պաշտոնական տեսակետի համաձայն հայերն ու ադրբեջանցիները միասին կողք կողքի կարող են ապրել եւ առևտուր անել։ Երբ երկու ազգի անհամատեղելիության մասին են լսում, զարմանում էին, պնդում, թե իրենց այդ մասին ոչ ոք չի պատմել։ Իրենք այդ մասին երբևէ չեն լսել։ Սրանք փորձելու են Հայաստանը հանձնել այնքան, մինչև մեր երկիրը վերջանա, բայց դա պետք է խափանել եւ հնարավորինս շուտ։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։